Այսօր եկեք միասին խորենք երկնքի մեր հայրենիքի մասին։ Եկեք նայենք Եբրայեցիներին ուղված նամակի 11-րդ գլխի 15-րդ համարի խոսքերին։ Եվ եթե հիշում էին այն երկիրը, որտեղից դուրս ելան, ուրեմն հետ դառնալու ժամանակ ունեին։ Բայց այժմ ավելի լավ վայրի են տենչում։ Որտեղ, այսինքն երկնավոր վայրի։ Իրականում մեր հայրենիքը երկնքի հավերժական արքայությունն է։ Երկնային հայրենիքի փառքը մոռանալով մենք եկանք այս երկիր։ Այս երկրի վրա ապրելով մենք չենք խորում, թե ինչ կլինի մեզ հետ մահից հետո, կգնանք երկինք, թե ոչ։ Այսպես ենք ապրում։ Եվ հետո հանկարծ, անսպասելի, բախվում ենք մահվանը։ Դրա համար է ասվում, եւ եթե հիշում էին այն երկիրը, որտեղից դուրս ելան։ Շատերն անգամ չեն էլ մտածում այդ երկրի մասին։ Չմտածելով ոչ երկնքի, ոչ դժոխքի, ոչ էլ հավերժական կյանքի ու երջանկության մասին։ Նրանք պարզապես վատնում են Աստծուց տրված ամեն օրը։ Մեր տունը երկնքի հավերժական արքայությունն է։ Երկինքն է մեր տունը։ Կա մի տեսարան, որտեղ Հակոբը զրուցում է Եգիպտոսի թագավոր Փարավոնի հետ, Հակոբն ասում է. Իմ պանդխտության տարիները 130 են։ Սաղմոսների մեջ Դավիթն ասաց. Քո հրամանները երգ են ինձ համար իմ պանդխտության տան մեջ։ Աստվածաշնչում տեսնում ենք, որ հավատքի նախահայրերն իրենց երկրային կյանքը համարում էին ընդամենը պանդխտություն։ Սա նշանակում է, որ նրանց կյանքն այստեղ ժամանակավոր էր, նրանք պիտի վերադառնային իրենց հայրենիք։ Երկնքի արքայությունը մի վայր է, որտեղ չկա մահ, սուգ կամ ցավ։ Քանի որ այն այդքան փառահեղ աշխարհ է, պետք է պատճառ լինի, որ մենք արտաքսվել ենք այս երկիր։ Եկեք նայենք Եսայի 59 գլխի 2-րդ համարին։ Այլ ձեր անօրենություններն են, որ բաժանում են առաջացնում ձեր Աստծու միջ։ Ձեր մեղքերը ծածկեցին նրա երեսը ձեզնից, որ ձեզ չլսի։ Աստվածաշունչն այսպես է սովորեցնում։ Աստվածաշունչը սովորեցնում է, որ մենք երկնքից ենք վտարվել մեր անօրենությունների պատճառով։ Հոգոր տեսանկյունից, նույնիսկ նա, ով ծննդից ի վեր մեղք չի գործել, մեղավոր է համարվում։ Ահա թե ինչու Աստվածաշունչն ասում է, որ այս երկրի վրա ոչ ոք չի կարող պնդել, թե անմեղ է։ Եկեք միասին նայենք Հովհաննեսի առաջին 9 գլխի 8-րդ համարը։ Եթե ասենք, թե մեղք չունենք, ինքներս մեզ ենք խաբում, մեր մեջ ճշմարտություն չկա։ Իսկ եթե մեր մեղքերը խոստովանենք, նա հավատարիմ է ու արդար, մեր մեղքերը ներելու մեզ մաքրելու մեզ ամեն անիրավությունից։ Եթե ասենք, թե մեղք չենք գործել, նրանց տախոս ենք անում, նրա խոսքը մեր մեջ չէ։ Աստվածաշունչն ասում է, որ մենք մեղավորներ ենք, երկնքում մեղանչելուց հետո երկիր արտաքսված։ Սակայն եթե մեկն ասի. Ես մեղք չունեմ, ես անմեղ եմ, ես մեղավոր չեմ։ Նրանք ստախոս են դարձնում Աստծուն, ով ասաց, որ մեղանչել ենք։ Կարևոր չէ, թե այս երկրի վրա ազդեցիկ մարդ կդառնանք։ Փոխարենը պետք է ապրենք մտածելով. ինչպես վերադառնամ իմ երկնային տուն։ Այդպես վարվելով մենք կհասկանանք մեր երկրային կյանքի իմաստն ու նպատակները։ Քանի որ նրանք չգիտեն, թե որտեղից են, չգիտեն ուր գնալ։ Մարդկանց մեծ մասը չգիտի իր կյանքի նպատակը, եթե նրանց հարցնեք. Ո՞րն է ձեր կյանքի նպատակը։
Նրանք պարզապես ասում են. ապրում եմ, որովհետև պետք է ընտանիք պահեմ երեխա մեծացնեմ։ Ապրում եմ տուն գնելու համար, քանի որ չունեմ։ Սրանք չպետք է լինեն մեր կյանքի նպատակները։ Կորուսյալ հավիտենական երկնքի արքայությունը վերականգնելն ու վերադառնալը մեր կյանքի ամենաիմաստալից գործն է։ Հուսով եմ, այս քարոզի միջոցով շատ շնորհ ստացաք։ Շատ շնորհակալ եմ։ 오늘 이 말씀이 있길 바라면서 말씀 마칩니다. 감사합니다.